Հայաստանում արհեստական բանականության ոլորտի ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծը մտնում է իրագործման եզրափակիչ փուլ։ Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնում արդեն ավարտին են մոտենում առաջին փուլի շինարարական և սարքավորումների տեղակայման աշխատանքները։ Այսօր Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողները առաջին անգամ այցելեցին կառուցվող համալիր, տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։ Firebird AI-ի համահիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը ներկաներին հայտնեց, որ ընդամենը օրեր անց արդեն իսկ կսկսվի GPU-ների տեղադրումը։ Խոսքը այս կենտրոնի մասին, ինչպես գիտեք, $500 միլիոն մասին էր և երկրորդ փուլը գործարկելուց հետո ընդհանուր ծավալը ներդրման կկազմի մոտ $5 միլիարդ ԱՄՆ։ Դա մեզ արդեն կդասի աշխարհում 5 երկրների ցանկում թե հզորությամբ, թե GPU-ների քանակով։ Մենք արդեն իսկ այս կենտրոնի գործարկումից անգամ առաջ այս պահին կնքել ենք մեծ պայմանագրեր ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, ում մատակարարելու ենք ծառայություններ Հայաստանից, ինչը նաև օգտագործելու է մեր ցանցի ենթակառուցվածքները Հայաստանը կապելով Եվրոպային և ԱՄՆ-ային մեր օպտիկամարաթելային ցանցերի միջոցով այդ ընկերությունները միջազգային օգտվելու են մեր ծառայություններից Հայաստանից։ Արտահանման թույլտվությունները արդեն իսկ տրվել են ԱՄՆ կառավարության կողմից։ Հրազդանի մոտակայքում 200,000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում կառուցվող արհեստական բանականության գործարանի առաջին փուլում կգործի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ հաշվողական հզորություն։ Այս ցուցանիշի շնորհիվ այն կդառնա տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը։ Firebird-ում վստահ են, այս ենթակառուցվածքը կարևոր դեր կունենա գիտական հետազոտությունների, ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, կենսաբժշկական տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր լուծումների զարգացման համար։ Ընկերությունը արդեն իսկ նախապատրաստվում է ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին։ Երկրորդ փուլի մեկնարկը, ինչպես ասեցի, արդեն տվել ենք և կուզեի ժամկետներից նաև ձեր հետ կիսվել։ Պատրաստում ենք տարեվերջին արդեն հիմնական ինֆրաստրուկտուրան պատրաստ լինի և ծառայություններ սկսենք մատուցել առաջի կիսամյակում 27 թվականին։ Այս պահին ունենք բավականին մեծ քանակով մասնագետներ, որ աշխատելու են հենց առաջի փուլի վրա և նաև ներգրավում ենք նոր մասնագետներ, որպեսզի երկրորդ փուլը նույնպես կարողանանք նման սեղմ ժամկետներում միացնենք։ Խոսքը գնում է 6-ից 8 ամսվա մասին և կարող եք պատկերացնել ինչ մեծ ծավալի և ահռելի աշխատանք է մեզ սպասվում։ Ծրագրի ռազմավարական նշանակությունն ընդգծվում է նաև կառավարության կողմից։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գնահատմամբ նման նախագծերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական ներուժի աճին և երկրի մրցունակության զարգացմանը համաշխարհային շուկայում։ Հայաստանի Հանրապետությունը այս նախագծով իրագործում է, իրականացնում է Հայաստանը ԱԲ տվյալային կենտրոնների կամ ԱԲ գործարանների պարտեզ կառուցելու իր հայեցակարգը, առաջարկելով անպայման ծառայություններ աշխարհի տարբեր երկրների, տարբեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, որոնք տեղակայված են և գործում են աշխարհի տարբեր ծայրերում։ Ըստ էության Firebird AI ընկերության այս արհեստական բանականության գործարանը դարձնում է Հայաստանին ԱԲ գործարանների կամ ԱԲ ենթակառուցվածքների տարածաշրջանային մի յուրահատուկ, յուրօրինակ հանգույց։ Նախագծի տեխնոլոգիական հիմքերից մեկը բարձր թողունակությամբ կապի ենթակառուցվածքն է։ Այն ապահովում է Թիմ Տելեկոմ Արմենիան նոր սերնդի օպտիկամարաթելային ցանցի միջոցով մինչև 1 տերաբիտ վայրկյան թողունակությամբ։ Ալեքսանդր Եսայանի հավաստմամբ տվյալների կենտրոնի գործարկման համար նոր միջազգային կապուղիների կառուցման անհրաժեշտություն այս փուլում չկա։ Նախագծի շրջանակում արդեն կառուցվել են լրացուցիչ կապի գծեր կենտրոնը Թիմ Տելեկոմ Արմենիայի ենթակառուցվածքներին միացնելու նպատակով, իսկ գործող ցանցային կարողությունները բավարար են նախատեսվող թողունակությունն ապահովելու համար։ Տելեկոմ Արմենիայի դերը այստեղ իհարկե շատ մեծ է, նախ քանի որ Firebird-ի բաժնետերից են հանդիսանում նաև Տելեկոմ Արմենիայի հիմնադիրները եւ բաժնետերերը, եւ երկրորդը
Telecom Armenian հանդիսանում է Firebird-ի ինտերնետային կամ կապուղիների ենթակառուցվածքի հիմնական տրամադրողը եւ հաջորդ ներդրումները, որ մենք միշտ ավանդականորեն արել ենք եւ շարունակում ենք անել, դա միջազգային կապուղիների զարգացումն է եւ այսօր աշխարհահռչակային Nvidia-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց այսպես ասած գործընկերություն ընտրելու, Telecom Armenian եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որը որ նման դատա ցենտրները ամբողջ դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Firebird AI-ի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է $500 միլիոն, երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ $4 միլիարդ, իսկ համակարգում գործող GPU-ների թիվը կավելանա ավելի քան 41,000-ով, ինչը Հայաստանը կդասի արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի 5 առաջատար երկրների շարքին։ Գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ մեծաքանակ էլեկտրաէներգիան ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում առկա էլեկտրաէներգիայի ավելցուկով։ Այսպիսով Firebird-ը կայունություն է բերում Հայաստանի էկոհամակարգին։ Ըստ ծրագրի մինչև 2027 թվականի ավարտը նախագծի GPU-ների ընդհանուր քանակը կգերազանցի 100,000-ը, այսպիսով էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը արհեստական բանականության դարաշրջանում։ Նախագծի առաջին փուլի պաշտոնական գործարկումը նախատեսված է արդեն այս տարվա հուլիսին։